Հմենին բալուս Բարով Փաշյան Մեր անկոտրելի վարչապետ Դու թույլ կտաս ինձի որ ես նվաստս տկարես սենց զաոշնի ֆորմատով խոսամ քո կուսակիցներից երկուսի հետ Հա բարով Փաշյան Չէ թույլ տուր էլի Շնորհակալ եմ, դու շատ մեծահոգի ես։ Հաշվենք թույլ տվիր։ Մեծն Նիկոլ Փաշյան։ Առաջինը ում հետ գուզեմ խոսամ զաուշնի սենց հեռագա ձևաչափով, ատի քո պատգամավորուհի Հասմիկ Հակոբյան, եթե չեմ սխալվում։ Մե չքնող էակ, մե սիրուն կերպար։ Մե դիմակ գծեր, մե սենց չգիտեմ էլի ոնց որ գուզենաս այդ աղջկանն ես, ասես աղջի ջան, դու շատ սիրուն աղջիկ ես, քու խոսալով քու ռեպուտացիան մի փչացրա։ Մի քիչ էլի այնպես հարաբերական սիրուն, ընդ սիրունություն ես չեմ տենամ։ Որտեղ աչքերի կտրվածքը ինձ հիշեցնում է մոնղոլ թաթարական արշավանքը Ռուսաստանի դեմ։ Հասմիկ Հակոբյան, բարև աղջիկ ջան։ Իմ ալես լավ ես, հա, էլի հինտներն եք, մեր կպը վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը, մehրոշ կերպար, այսօր տեսանյութ եմ նայե, տիկին Հակոբյան, տիկին օրյոր չգիտեմ, ես ըտե մեղավոր չեմ, էլի, որտեղ դու հերթական անգամ, խոսելով Հայաստանի նախկին իշխանությունների մասին, նախկին նախագահների մասին, օգտագործում ես նույն թեման, նույն խոսույթը, որը օգտագործում է քո վարչապետը։ Մեղա, քո վարչապետը, ջոգես։ Մեր Բարով Փաշյանը լիքը մարդկանց սրտի վարչապետն է։ Ատա ձևակերպեն կուլտուրական։ Կուզեմ խարծում էլիք է, խարծ տամ, էտա խարծ, դուք ամոտ, աբուր, ունեք թե չէ, դուք չեք զզվե այդ նույն բանը սենց 7 տարի կրկնելուց, 7 անընդմեջ տարի, 6-7 տարի կրկնելուց, նախին իշխանությունները, եթե ցիտում եմ ձեզ էլ ասում եմ, որ ասում անալիզ եք բերե, ասում հա մեզի, ուրեմն ձեզի, հա ասմա ձեզի եմ բերե, բա, ցիտում եմ քեզ, օրյորդ կամ տիկին Հակոբյան, էլի եմ կրկնեմ, ես ըտե մեղավոր չեմ, որ դու օրյորդ ես կամ տիկին, я тут не при делах, ներազում է, դու որ ամեն անգամ սես միաստելով քո ֆեյսբուքյան էջը խոսում ես, որ ասմա խոսում է, գավարի показывает армянское радио, բայց ձեր դեպքում турецкое радио Կսես նախկին իշխանություններ, Արցախը, եթե այդքան սիրում էին, ցիտում եմ ձեզ, էլի։ Թո պահեին, թո պայքարեին, թո եսի ինչ անեին, թո եսի ինչ անեին։ Աղջիկ ջան, դուք երբևիցե ձեր քաղաքական թիմով մի կողմ կտնեք այդ խոսույթը, թե չէ։ Դուք չեք կարամ գիտակցեք, տես կուլտուրական եմ խոսում քո հետ, քանի որ Անկախ նրանից, որ դու քպեից ես, դու իգական սեռ ես։ Ես չեմ պատկանում ձեր են ֆեյքերի բանակին, ովքեր մտնում են ֆեյք կամ իրական էջերով, հայոյանք են գրեմ զոհված ծնողների հասցեին։ Քո հետ խոսում եմ կուլտուրական։ Դուք վերջապես կարողանալու եք հասկանաք, որ դուք արդեն 6-7 տարի, տարին ունի 365-ից 66 օր, դուք իշխանության եք, դա մեկ։ Երկրորդ, եթե նախկին իշխանությունները քո խոսույթի համաձայն լինեին, չգիտեմ, անթերի, այդպես ձևակերպենք, ոչ լավը, ոչ էլ վատը, անթերի, դուք մգա այդտե վերընկած չէիք լինի, միլիոնավոր դոլարների աշխատավարձ ու պարգևավճար ստանալով։ Այդ երկուս։ Եվ երրորդ, որ նայում եմ քո կրկնվող, որ ոնց որ ջարդած պլաստին գալն ես, էլի, որ կախում է պլաստինգեն, հմիկվա դիջեյներն են այդպես անում, այն ձեռով որ պլաստինգեն կֆրոցուցեն,
որ դա ճժիկ վժիկ կա, էլի։ Ես եմ վաղ ջահել էի աղշուշ, դիսկոտեկա էի եթեմ։ Բարում էի, էլի։ Մեդլենի տանեց էին տնեմ, ես արագ էի բարում, վրազ էի, արագ բարում էթմ էի։ Չարդաս պլաստինգի պես, որ գնայեմ քու խոսալն, ամեն անգամ նույն բանն ակ կրկնես, ոնց որ այսօր։ Նախկին իշխանությունները, եթե այդքան լավն էին, թո պայքարեին, Արցախը պահեին, են, ձեզնից կարաք խոսակ։ Դուք անսխալական եք որպես իշխանություն։ Թե դուք էլ գոնե մի անգամ այդ Մսրամելիքի գոմշի կաշին ձեր երեսից կհանեք։ Դու, քո վարչապետը, քո ազգային ժողովի նախագահը, ու կասեք, լավ, ժողովուրդ ջան, հայեր ջան, այս ինչ բանի մեջ էլ մենք ենք մեղավոր, որ մենք երկրով ազգովի եկանք հասանք այսօրին։ Հələ դու մի անգամ փորձի տենց այդ մոտեցմամբ ինչ-որ մի բան քննարկես։ Տես քանի հոգի է հենց նույն Նիկոլ Փաշինյան չսիրողներից մտնեմ գրեմ ապրես աղջիկ ջան։ Ապրես քո ճիշտ խոսալու, ուղիղ խոսալու համար, փորձել ես։ Չէ, բախի չէ։ Այդ ֆեյք իրականությունը, որին արդեն դուք ինքներդ սկսել եք հավատալ, որ ինքներդ ձևակերպել եք, ինքներդ խոսում եք, դուք ասեմ դուք հավատում եք ձեր ասածին։ Ձեր մեջ բերած թեման կաչայի տեկանամ յանամ ըտենց է էլի, ճիշտը մի հատ է ու ձեր ձեռն է։ Նայում եմ քո խոսույթին, անկախ ազից մի հատ անեկդոտ հիշեցի։ Ուրեմն 3 հատ մեր Նիկոլ Փաշինյանի, մեր անկոտրելի Նիկոլ Փաշինյանի զեմլակներ, այդմեն բոլեչու ձեզ։ Անեկդոտ, դա իրական պատմություն, թե անեկդոտ, չգիտեմ, էլի, էդի սատանային գիտա, Լուցիֆերը։ Բոլեչու ձեզ, էլի, այն որ այդ ֆրացուցեն բարաբան ու կկրեն ինչ-որ մի բան, կամ էլ վեշակ կրեն վերջում։ Կամ կրեն։ Առաջի ադրբեջանցին ֆրացուցա բարաբանան, դենդե բար բդի, չէ ուգադատենեն, գուշակեն բար։ Կսա, այդ հաղորդավարն կսա, Поздравляю, у вас 500 очков։ 500 բալ էլի, ընկավ այդ բարաբանի վրա, բոլեչու ձեզ նայողները կիմանան այդքան։ Назовите букву, ասма буква А։ Այս հաղորդավարն ասма, нет такой буквы в этом слове։ Второй человек, крутите барабан։ Այս էլա ֆրծնեմ, էլի ակրկնեմ, mən Նիկոլ Փաշյանի զեմլակներն են խաղում, էլի։ Այն որ աղունիկլարը, թրվելարը, այն որ դիվիժենիա գենեին, էլի։ Էկոակտիվիստներ են, Լաչինի Միջանսկի հետ, հատվածում, ջոնջոլի կուրտկեքով։ Այս երկրորդն է կֆրծուցա, այս հաղորդավար կսա, Поздравляю, շնորհավորում եմ, դուք вы заработали 1000 очков, назовите букву։ Այսի մտածում ասма, я тоже думаю, что буква А։ Այս հաղորդավար կսա, я же вам сказал, что нет такой буквы в этом слове։ Вы не угадали։ Երորդ մարդուն ասում, մարդ էլի, մարդ յանամ, ասում կրուցիցե բարաբան, այս էլակ ֆրծուցա բարաբան, գգակ կայնի չգիտեմ, էլի մի 1000 աչոկ էլի, կսա, назовите букву։ Այս երորդ կսա, можно я скажу слово целиком։ Կարելի է ես բառն ասեմ ամբողջությամբ։ Տենց ասեմ էլի, մի քիչ դժվար է հասկանում էլ պարոն Փաշյան, ռուսերեն։ Այս հաղորդավարը զարմանում է։ Ասма, конечно, можно, если вы уверены։ Внимание, асма, весь зал։ Ուշադրություն, третий участник хочет назвать слово целиком։ Пожалуйста, асма, я думаю, что это слово Алма-Ата։ Համիցերն է։ Դուք ինչ խոսակ, էլի գակ կայնեք նախկինները։ Աղջիկ ջան, 6-7 տարի է դուք եք իշխանության գլուխ, կառավարության գլխիկը որ կա, որ հենի սաղենք փրի ասֆալտներին, ծեփի պատերին, չալոյ հետ եմ, տիկին Հասմիկ, չալոն, բեցն չալոն, հոգեգան հիվանդի պես կսա, ես պտի մակրազարդեմ եկեղեցին, ու մեկը չի ասեմ,
Հարգելի կիսը հոգեկան, գնանք ուտեները մաքրի պարկի քնի, ոտերը լվա պարկի քրի, մեկ էլ չիշի կարա։ Բայց թե չիշիկդ պահեմ ես, ճնշումը թել է հասե եսին ուր։ Աղջիկ ջան, մի անգամ, անկախ ամեն ինչից դու եւս հայ ես։ Չգիտեմ ասեմ ի ցավս ինձ, կամ ի ուրախություն ինձ, ի զարմանաս ինձ, ձեր մեջ էլ է հայի արուն հոսը։ Մի անգամ դուք կարողանում եք ազնվություն ունենաք, ասեք, լավ, ժողովուրդ ջան, հայեր ջան, նամանավանդ նախընտրական տարի է։ Ճշմարտությունը ասեք ժողովրդին, ասեք այս ինչ բաների մեջ նախկին իշխանություններն են մեղավոր, այս քայլերի մեջ մենք ունենք մեր մեղավորության բաժինը, որպես ՀՀ ղեկավարություն։ Խիչ եք ասում։ Ու հələ տես, քանի հոգի կմտնի գրի, մալադես քեզ աղջիկ ջան, մեկը ես կմտնեմ կգրեմ։ Բայց որ նայում եմ քո այդ տանջված այդ պլաստինգեն ջարդած պլաստինգի խոսույթին, որ ամեն անգամ դուք կրկնում եք նույն բանը, ամեն անգամ։ Նախկիններն են մեղավոր, նախկինները եթե ուզում էին Արցախը պահեին, չգիտեմ, Քոչարյանը մեղրին էր ուզում փոխանակել, ես իմ Սերժը, էս ինչն էր ուզում աներ։ Աղջիկ ջան, կարաք գոնե մի անգամ ինքներդ ձեզնից ինքնակննադատական ելույթ ունեցեք, հա։ Չեմ ասում, հելեք ասեք, չգիտեմ, մենք շատ վատն ենք, դուք այդպես բան չեք ասի, որտեվ դուք առաջնորդվում եք մեր բոլորի անկոտրելի Պարոն Փաշյանի խոսույթով։ Այն որ տենում են դոմփվելուց ասում են, վա, Նիկոլես դոմփվում ես, ասում է, վա, այս պուպուլնովա բերալ ոռումս տեղավորալ, այդպես բան չկա։ Էդա ձեր ոչ էլի, ստայլ անգլերենով։ Հուսով եմ հասկացանք իրար։ Պարոն Փաշյան, երկրորդ մարդուն գուզեմ դիմեմ քո կուսակցությունից, ադիկ Ռուբեն Ռուբինյանն է։ Ռուբեն Ռուբինյան կա, չէ՞ միան։ Քելեչի քրչը։ Են քելեչի, պստիկ տղերն է, չէ՞ այդ է։ Չոջուխման չէ։ Ռուբեն Ռուբինյան խոսա ինչ-որ հրապարակում էր արա եւ ասում էր դիմելով Սամվել Կարապետյանին եւ Սամվել Կարապետյանի հիմնած ուժին, ասում է դուք իրավունք չունեք, ցիտեմ եմ Ռուբեն Ռուբինյան։ Դուք իրավունք չունեք թելադրեք, թե Հայաստանում որը պիտի լինի պետական լեզու։ Ռուսերենը, անգլերենը, հայերենը, թե մեկ այլ լեզու։ Քանի մենք ցիտեմ եմ, շարունակում եմ ցիտել։ Քանի մենք իշխանության ենք, ասում ես դու Ռուբեն Ռուբինյան։ Հայերենը պիտի լինի Հայաստանի համար պետական լեզու։ Տղա ջան, ապեր ջան, ընկեր ջան, տպոյ ջան, մինչև ձեր իշխանության գալը, կարող եք ես մոնղոլ թաթարերեն էի խոսում Հայաստանի բնակչության հետ։ Մինչև ձեր իշխանության գալը Հայաստանում հայերենը պետական լեզու չէր։ Դու կնես բաներ եք ասեմ, ոնց որ ասեք շունը կերավ մի կատու, այ քեզ հիմար նապաստակ։ Էդ է ձեր ասացի լոգիկան։ Հետո հավելում ես անում, ասում ես գնա դու քո մտահղացումը Սամվել Կարապետյան, ցիտեմ եմ էլի։ Գնա Ռուսաստաններում, Գալուգաներում արա։ Դուք կարող է հոգեկանի հետ կապված խնդիրներ ունեք։ Հա։ Լավ, միգուցե ես որպես Նիկոլ Փաշյանի одноклассники admin ոտնկայս ծափարեմ քո ասացի։ Ասեմ խլոպ։ Մոլադեց, էտա Ռուբեն Ռուբինյան, քանի Նիկոլ Փաշյան չերեկեր իշխանության, հայերենը պետական լեզու չէր։ Մենք մեզ զաստավիտ էին անում, ոնց են ասում, զենքը դրել էին մեր գլխին, ասում էին դուք ռուսերեն խոսակ։ Բա, այս ասած ասացի լոգիկան։ Լավ, համաձայն եմ քո հետ, հայերենը պիտի լինի միակ պետական լեզուն, որը ճանաչված է Հայաստանում որպես պետական լեզու։ Լավ։ Հա, լավ։ Բա հասարակ հարց, ցանկացած լեզվի հիմքում ընկած է ինչ։ Այդ լեզվի տառատեսակն ու այբենարանը, այբուբենը, տառերի խումբ։ Հիմա փորձում եմ տրամաբանել։ Չնայած ձեր ձեռը մարդ կրադառնա կառասկոպով հոգեկան հիվանդ, բայց փորձում եմ տրամաբանել։
Այդքանով հանդերձ Ռուբեն Ռուբինյան նցել մի անուն ազգան ոնց որ ասեն Սանտա Լուչիա Ռուբեն Ռուբինյան մեր հայկական այբուբեն ստեղծող Մեսրոպ Մաշտոցի նկարը ընչեք տար այդ պախե QR կոդի հետևել հա արա հարց եմ տալիս ես իմ քո Պողոսի Պետրոսի Մարտիրոսի երեխեն գնա դպրոց ասма հա հայկե հայրենը պետական լեզու է ես հայ եմ ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում ձեր ասած նոր անկախ նորագույն Հայաստանի Հանրապետությունում սովորում եմ հայերեն լեզու հայոց գրականություն չէ հա լավ էս որ կարդում եմ ասենք գրած է Նիկոլ Փաշինյանը մենակ գլադիատորի ընդունելով գլադիատորի տեսք ոնց է չէ պերֆեկտիվ եմ գրում Բաքվում այրան գետեր են հոսում Փաշինյանի ելույթից հետո գնաց հաղթեց բոլորին եկավ էլի կառավարական դաչա լավ էս տողերը որ գրած է հայերեն տառատեսակով մեր տառերնով է ստեղծը այդ հարցը կարա առաջանա մեր մատաղ սերնդից յուրաքանչյուր երեխու մեջ առաջի դասարան գնացում Մեսրոպ Մաշտոցը ինչի է QR կոդի տակ ապեր ջան հա կարո՞մ ես այդքանը բացատրես նույն QR կոդը որ տարածված է Երևանով մեկ Հայաստանի Հանրապետությունով մեկ Մարդիկ այդմ են զակլատկա են գտնում, հանամ քաշում են քտները, ծխում են։ Դուք մի ողջ սերունդ բարոյապես փչացնում եք։ Նույն QR կոդով, որտի սկանիրը տանես, գտնես, ես իմ տենաս տակ ինչա, նկարած, գրած։ Մեսրոպ Մաշտոցի նկարան չեք բայ QR կոդի տակ։ Հասարակ հարց քո նման կոպիտ խոս չեմ ասի այսօր։ Շաքարակլորիկին, ակլորիկին, հա, լալոշ, կամ, որ ասում ես, մենակ հայերենը պիտի լինի պետական լեզու, տղա ջան, Հայաստանը Շվեյցարիա եք սարքե, մեր վերա խաբար չկա, հա, հա, իմիջալոց, մոռացել էի, Հասմիկ Հակոբյան, եթե ճիշտ եմ հիշում, ուզում եմ ասեի թուստր իմ հարց, հնազանդ ես, չէ, Տիկին, կամ օրիորդ, են որ ասում եք Սփյուռքներն է մեծ ցավ ապրում, ցիտում եմ ձեզ, քեզ Երբ որ նայում այս ամեն ինչին, երբ որ նայում է ինչ է կատարվում մեր իրականության մեջ Սփյուռքն էլ մեծ ցավ ապրեց Արցախի կորստով, որը հանձնեցին նախկինները Համի հարց Սփյուռքի ուղարկած $170 միլիոն գումարը Ուր է Քիններ ծծեցիք մտցնելով պետական բյուջե Սփյուռքը ուղարկել էր ՀՀ կառավարությանը Սփյուռքը ուղարկել էր որ դուք Արցախում կռվող հայ տղեկին օգնեիք Սփյուռքի ուղարկած դեղորայքը ուր է Նաշնոյ վիդենաները կասկեքը բրոնեժիլետները ուր է Սամալյոտով դեղորայք կատեի ապարատ Խիչը հասավ Արցախցուն Այդ որ այդքան մտահոգ ես, ասում ես, Սփյուռքն էլ է ցավ ապրում։ Որպես Սփյուռքի մի ավազահատիկ հարց եմ տալի քեզ։ Սփյուռքի ուղարկած օգնությունը խի մնաց կարգոյի պատվերներում։ Տիկին կամ օրիորդ։ Էլ եմ ասում, ես դա մեղավոր չեմ։ Մանրամասն չեմ տիրապետում ինֆորմացիային։ Ռուբեն Ռուբինյան, վերադառնանք Ռուբեն Ռուբինյանին, որ ասում ես հայերենը պիտի լինի պետական լեզու, լավ, հարց չկա, պետական լեզու, Հայաստանը դառել է Շվեյցարիա, թե Հայաստանում ապրող հայի կենսամակարդակը հավասարվել է, չգիտեմ, եվրոպական շատ ու շատ երկրների կենսամակարդակին, եվրոպացին ստանում է, չգիտեմ, քանի $1000 թոշակ, քո կողմից վարչապետի Տիտոսին արժանացող կիսա հոգեկանն ասում է մենք թոշակներն ավելացրել ենք, բայց փողը չենք տալի թոշակառուին, քանի որ ինքը չգիտի ոնց ծախսի։ Դրանից երկու օր հետո էլ ասում է թոշակառուն այնքան փող է աշխատում, որ կարա փողը կուտակի ու գնա բիզնես ծրագիր սկսի։ Այդ գիժն է։ Մեր Սյունիքում ասին ողջույն։ Պարոն Փաշինյան, այդպես ասին էլի, ուրիշ ձև ասին։ Ինչ չեմ ասել բարի եմ։ Հանգստացնող դեղահաբեր եմ ընդունել։ Հա, ապետ ջան։
Հայաստանը չի հասել, չէ՞, ոչ մի եվրոպական երկրի կենսամակարդակին ապրելու տեսանկյունից։ Իհարկե ոչ։ Համի հարց։ Արդեն տևական ժամանակ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի տարիներից օբյեկտիվության համար Հայաստանի շատ ու շատ մարզերից հազարավոր քաղաքացիներ, հազարավոր դուրս են գալի արտագնա աշխատանքի։ Ճիշտ է։ Ոմանք վերադառնում են, ոմանք ոչ։ Մնում են այդ երկրներում, հաստատելով, ընտրելով որպես հիմնական բնակության վայր։ Այդ նույն գործոնի շնորհիվ Ռուսաստանի Դաշնությունում հայը որպես ազգ ունի իր ամենամեծ սփյուռքից մեկը 3 միլիոն հայություն։ Ռուսաստանի Դաշնությունում ապրում է 3 միլիոն հայ։ Հայաստանից շատ։ Համի հարց։ Ձեր կառավարության օրոք դուք այնքան եք բարելավել երկրի պայմանները, որ հայը այլևս դուրս չի գալի իր բնորանից, իր հայրենիքից չի գնում աշխատելու։ Իհարկե գնում է, չէ՞։ Լավ, եթե գնում է, դուք հələ չեք հասցրել Արսեն Թորոսյանն էլ կա մեկը Գարդասիլ դեմքով։ Ասում է Բագրատ Սրբազանի ցիտում են, Բագրատ Սրբազանի եւ Ռոբերտ Քոչարյանի ցույցերը մեզ որպես կառավարություն խանգարեցին, որպեսզի մենք նվազեցնենք աղքատության շեմը։ Մատ ճմկտ էլի ինձ։ Ոնց որ երազի մեջ են։ Սրանք իրանց լորեցու ասած ագարկա հալով մեզ դրել են դեբիլի դեմ։ Դա Արսեն Թորոսյանն ասում։ Այն վաղտվա այդ միտինգներն ու ցույցերը խանգարեցին անկոտրելի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը թոշակառուի իրից ձևակերպմամբ ավելացած 10,000 դրամը բա ֆակտուր նստեցնել այդ մարդու քարտի վրա։ Ասել հարգելի թոշակառու, խնդրեմ, գնա ծախսես 10,000 դրամը, լույսի փողը տուր, գազի փողը տուր։ Խանգարեցին միտինգները, ջոգում ես։ Բայց պարգևավճար ու աշխատավարձ ստանալու չի խանգարում այդ միտինգները։ Իրանք որ միլիարդներով լափեմ, փոները ցցում են, մեկ էլ տետրիս են խաղում ազգային ժողովում, կամ X-նոլիկ են լուծում էլի, ցենց ոտները լոճած։ Կապ չունի, իգական սեր, արական սեր, նորմալ է, իրանց մոտ այդ պրոցեսը, այդ պոզան, որ ասում է աշխարհը մերն է, իրանք ընդ լոճված, ընդ աշխատավարձ են ստանում, խաղալով հեռախոսի մեջ։ Ռուբեն Ռուբինյան, եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, դուք Հայաստանը 7 տարվա մեջ չեք սարքել այն կենսամակարդակի երկիր, որ հայ ցենց ասի, ախպեր, ես մնում եմ իմ երկրում աշխատեմ, չեմ էթեն ոչ միտեղ, բան չունեմ ասելու, շատ մարդիկ էլ դուրս չեն գալի Հայաստանից, մնում են, աշխատում են, ապրում են, բայց ոչ թե ձեր շնորհիվ։ Այլ ուղղակի հոգնել են դուրս գալուց Հայաստանից, աշխատել օտար երկրներում, չգիտեմ, չեն ուզում իրանց երկրից դուրս գալ, բայց սենց տնես դուրս եկողներ կան, չէ՞։ Չես հավատում ինձ, կմտածես ես սուտ եմ ասում, վերցրա միջին վիճակագրական տվյալները։ Ձեր իշխանության օրոք, երբ որ Նիկոլ Փաշինյանն եկել է իշխանության, քանի հազար հայա դուրս եկե Հայաստանից եւ քանի հազարն է իրանցից վերադարձել։ Ու տես, որ շատ մեծ տոկոսայնություն է կազմում այն մարդկանց թիվը, ովքեր դուրս են գնում արտագնա աշխատանքի։ Խոսքը օրինակ Ռուսաստանի Դաշնություն։ Համի, դու որ ասում ես պետական լեզուն հայերենն է, ռուսերեն ու անգլերենը պետք է չլի Հայաստանի Հանրապետություն։ Մատաղ սերունդով սովորում է մենակ հայերեն։ Ոչ ռուսերեն է սովորում, ոչ անգլերեն է սովորում։ Հետո որոշում է դուրս գա գնա աշխատելու։ Տվյալ երիտասարդ տղային կամ աղջկան պետք է անգլերեն լեզուն, երբ որ ինքը մեկնում է ինչ-որ եվրոպական երկիր, չէ՞ որ անգլերենը դա միջազգային լեզու է, պետք է չէ իմանալ։ Խոպան գնացող հային պետք է որ ինքը տարական գիտելիքներ ունենա ռուսերեն լեզվի իմացությանը տիրապետի, թե չէ Ռուբեն Ռուբինյան։ Հասարակ դրամաբանական հարց, մեծն
Ջնջուլազավր։ Հա։ Հարց եմ տալի արա քեզ։ Կարաս այդ հարցին պատասխանես։ Եթե ձեր ասելով միայն հայերեն լեզուն պիտի դասավանդվի Հայաստանում, բա ադրբեջանական իբր թե գրողների ստեղծագործությունները ինչ գործ ունի մեր հայ գրականության կամ մեկ այլ դասագրքերում։ Հա՞, այ խլինք։ Հարց եմ տալի քո նման խլինք ուտողին։ Քլչի քաղցրակոմար։ Հա։ Արա լավ ձեր դրամաբանությամբ շարժվելով ռուսերեն պիտի հայը չսովորի, չիմանա։ Եկավ Ռուսաստան, ոնց պիտի բացատրի, որ ինքը եկել է հյուր, էմիգրացիոնի թուղթը լրացնելուց։ Ինքը եկել է արտագնա աշխատանքի, ինքը եկել է փող աշխատելու, որ իր երեխու տան ուսման վարձը տա, չգիտեմ։ Իր ոսկիները, որ դրել է Լոմբարդում փողա վեկալ է, որ գա Ռուսաստան, է դրա փողը մուծի, ոնց պետք է այդ ամենը չկարողանա բացատրի։ Եթե քո ասելով ռուսերեն պետք չի հայը իմանա, հայը սովորի ռուսերեն։ Հա՞, ոնց։ Թե դու հողում ես անում նրա վրա, որ Նիկոլ Փաշինյանը անկրկնելի ձևով տիրապետում է ռուսաց լեզվին։ Այն որ ասում էր «Спасибо за восстановление войны»։ Հա։ Ռուբինյան, քո հետն եմ, խլինք։ Այդ աղա, իշեշ խոսալու փոխարեն, խոսեք արդիական խնդիրներից։ Ինչի միջև խոսքի օրինակ Սամվել Կարապետյանի ասել է, հայկական դպրոցներում ռուսերենը որ դասավանդում էր որպես երկրորդ լեզու, որպես շփման ձև, շփման միջոց, արդեն հիմնավորեցի։ Կա չէ սենց խոսում, ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Կարող է այդ մարդը երբևիցե Հայաստանից դուրս չգա, նշանակում է այդ մարդուն պետք չի ընդհանրապես ռուսերեն իմանալ, անգլերեն իմանալ, ֆրանսերեն իմանալ։ Ֆրանսերեն ոչ Նիկոլ Փաշինյանի պես։ Այն որ ասում էր «de Paris, de l'eau», այդպես չէ, ուզի ձև, նորմալ ֆրանսերեն։ Երբ որ ինքը հարաբերվում էր Մսյե Մակրոնի հետ, ու մաշկիտակ պաստանի կապուտա։ Որ նայում եմ դել մարդը կնգան, Մակրոնին ու կնգան, գիտես ինչ եմ պատկերացնում։ Էր ասում է ինքը նարկաման կնիկը պուտան կա։ Անես եմ երկս գալում մեկ, խչում եմ էլ։ Խասկը ցանկ է Ռուբեն Ռուբինյան։ Կարող է վաղնել միսոնել ասեք, որ թուրքերենը պիտի որպես միջանկյալ լեզու դասավանդվի Հայաստանի Հանրապետությունում։ Կոնկրետ ես իմ համար ոչ տաքի ոչ էլ սառը։ Եթե դուք գնում եք հարաբերությունների լավացման, այն երկրների հետ, որից մեկը հայ էր ցեղասպանում Ադրբեջանը Արցախում, երկրորդը 15 թվին է միլիոն ու կես հայ կոտոր է։ Հետո ասել է աշխարհում պիտի մնա մի հատ հայ ենել թանգարանում։ Ինչի՞ չէ դու դասավանդել։ Դու հայը թուրքերեն էլ իմանա, չի թուրքն ու ադրբեջանցին կարա հայերեն սովորի, հայը խիչի կարա թուրքերեն սովորի։ Դու սովորեն։ Ես իմ մար ոչ տակա ոչ էլ սառը։ Ես դրա ցանկություն չունեմ։ Գոնե դրսի հայը սովորելով թուրքերեն, գոնե կիմանա, երբ որ ասի թուրքերի կամ ադրբեջանցիների կողքով, ինչ են խոսում նրանք նայելով իրեն, կհասկանա։ Երևի պետք է։ Դες խոսում եմ քո սիրելի Էրդողան Բաբամի երկրի լեզվի մասին, բայց վատ խոսք չեմ ասում։ Իսկ դու ոնց որ թունավոր հղիություն տանես, երբ որ խոսում ես ռուսերեն լեզվի մասին։ Բայց ձեզնից շատեր է թվում նաև նույն տիկին Հասմիկ Հակոբյանը։ Չգիտես ինչի՞ ես մելամաղձոտ դեմքով Կրեմլի ֆոնին նկար հրապարակում է Facebook-յան էջում։ Մեկն էլ գրել էր չթռնես աղջի։ Բա դուք խաղալով հակառուս ոնց որ իրար հետ մրցում կպնեք, թե որ մեկը Կրեմլում ավելի շատ կնկարվի։ Ես էլ եմ նկարվում։ Խիչ է որ։ Այդ համ Լենինի զերը բռնեմ, ասեմ եկել եմ պարկեմ կողոտ։ Թոնձը լողցնեմ։ Շոպոտ մեկ են լողցն։ Լենինի։ Мне 20 дождались тебя, небо и земля.
Ոչ գեթակ համբարձվի, ոչ գեթա ուղի տա։ Հա։ Մենք Պարոն Փաշյան, գուզես Լենինի պես քեզ պահենք քու մահից հետո։ Մումիա սարքենք։ Իսկ համաձայնվի դնես։ Մենք ես համաձայն եմ։ Հատակ չեմ անում, ես համաձայն եմ։ Որ մեր Պարոն Փաշյանը որպես գլադիատոր Մաքսիմուս, Նիկոլաուս Մաքսիմուս, հա, տենց մի հատ անուն մտածենք, էշի վրա նստած բրոնզե արձանը, բանը, մոմապատենք ու տենց դնենք Երևանի կենտրոնում։ Տուրիստներն էլ կասենք էսի ում արձանն է, կասենք մենք ունեցել ենք մի հատ Ներոն կայսրի պես վարչապետ։ Ջերմուկում այդ մարտերի ժամանակ զոհված 240 զինվորի, 240 զինծառայողի մահվան տարելիցի օրը ինքը հրազանում փարթի էր կազմակերպել։ Վարչա Բենդերանը, Ուդարնիկ էր խփում, Դվոլ։ Ինք ուներ նաև երեխաների մայր։ Դες կպատմենք մեր Հայաստան եկող տուրիստներին։ Կասենք ինք ուներ երեխաների մայր, իր երեխաների մայրը։ Չէ, կբացատրենք էլի որ մոտիկ են էլ է, պրոստը մեկը մեկին դավերյա չի արել որ զաքսն գնի։ Այդ մեծն տիկինը, մեծն առաջարկում էր խոսել հայերի մոտ ընդունված ձևաչափը։ Ունեք բարև ոնց էսի փոխարեն, կարելի էր ասել ոնց առաջարկում գերխելացիս։ Բարև, այսօր ինչ գիրք ես կարդացել։ Հա։ Երևի կրթվենք ազգովին։ Իրոք, այս 7 տարվա աժոտաժից հետո մեզ մի հատ Պերեզագորսկայա պետք։ Ռեստարտ։ Ունես ռեստարտի կնոմքը, չէ։ Ես էլ չունեմ։ Բայց Ալեն Սիմոնյանը լավ է ռուսերով խոսում։ Կապ չունի աշկերել օջացա, բան կար հետևը։ Լավ, երևի այսքան շատ չխոսանք։ Հասմիկ Հակոբյան եւ Ռուբեն Ռուբինյան։ Դուք խասկցակ ես ինչ խոսացի ձեր այդ զաոշնի ֆորմատով, թե չէ։ Անսովոր է, չէ, որ առանց քֆուրտալ եմ խոսում։ Իմ համար էլ է, գիտես անսովոր։ Մի տեսակ շոկահողն է։ Կապի մեջ, одноклассник, ես գացի։ Այս իմ էլ կոնջտվեր։